Բարև ձեզ, եթերում առաջին լրատվականն է, այս թողարկման հիմնական լուրերը նախ համառոտ։ Շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու պարգևներ, հանրային հեռուստաընկերությունը 60 տարեկան է, հոբելյանական երեկոն իր ներկայությամբ պատվել է հանրապետության նախագահը։ Հայաստանը բարելավվել է տնտեսական մրցունակության ցուցանիշը, համաշխարհային մրցունակության զեկույցում բարձրանալով ևս 3 նիշով։ Տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնը ներկայացրել է 2016-17-ի հիմնական արդյունքները։ Ռմբակոծություններ Հալեպում, հայաշատ թաղամասերում կրակոցների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Միացյալ Նահանգները կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար։ Պայթյուններ Գերմանիայում, Դրեզդենում 2 պայթյուն է որոտացել քաղաքի մզկիթի տարածքում եւ Կոնգրես կենտրոնին մերձակա հյուրանոցի մոտ։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, դրդապատճառների մասին նույնպես։ Եվ հիշատակ հերոսների Գյումրիի փողոցներից մեկը վերանվանվել է հերոսների փողոց ի պատիվ ապրիլյան պատերազմում զոհված տղաների։ Փողոցում նաև համանուն հուշաղբյուր կա։ Հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկոյան հեռուստատեսություն էր այցելել հանրապետության նախագահը, հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային ու տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին։ Լսել հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ամենակարող երգիչ նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել։ Հայաստանի հանրային հեռուստարադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումը ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է դրան, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր ժողովրդական, դասական, ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն եւ եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները հանրային հեռուստաընկերությունից։ Նախագահ Սարգսյանը հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ու արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով ու շնորհել պատվավոր կոչումներ։ Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի եւ պարգևների արժանանալու կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքն ու հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, հանրային հեռուստաընկերության սիրելի մասնագետներ կամ ինչպես Տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ, թանկագին բարեկամներ։ Իրոք դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարաններ, լցնում եք մեր երեկոները, հետաքրքիր փաստերով մեզ տեղեկացնում եք ու սովորեցնում եք գնահատել իրականությունը։ Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու իհարկե նաև ցավը։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու եւ խոսք ասելու արժեքը եւ դա անում են մեծ պատասխանատվությամբ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր օգնում են տեսանելի մարդկանց ստեղծել լավ գործեր։ Նոր եթերաշրջանը, առավել եւս հոբելյանական եթերաշրջանը ծննդյան օրվա պես մի բան է։ Եվ այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ տեսեք տեսախցիկի հետևից մարդիկ աշխատում են։ Մենք նոր տեսանք մեքենան,
մարդիկ ռեժիսորական վահանակի վրա աշխատում են շատ հաճախ մենք այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում։ Հենց այսպիսի մարդկանց շնորհիվ էր, որ 60 տարի առաջ Հայաստանում սկսեց իր գործունեությունը հեռուստատեսությունը եւ շատ կարճ ժամանակի ընթացքում կարողացավ խորհրդային միության երկրներից ամենաշատը տալ եթերային ժամեր։ Սա իրոք արդեն մասնագետի խնդիր էր եւ մենք այդ մարդկանց պետք է երախտապարտ լինենք։ Անկախացումից հետո չջերմվող տաղավարներից մեր բնակարաններում, երբ որ արդեն կարողացանք նայել, ջերմություն էր շարակում։ Ու նաեւ այդ մարդկանց շնորհիվ այսօր մենք ունենք ամենաժամանակակից HD, այսպիսի տեխնիկա, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը մեզ նվիրեց որպես օգնություն, հասկանալով, որ մեզ համար սա չափազանց կարևոր հանգամանք է։ Ուզում եմ այդ մարդկանց հատուկ շնորհակալություն հայտնել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այստեղ նստածներից շատերը կարող է համաձայն չլինեն, որ այսօր մեր հեռուստաընկերությունը շատ լավ տեխնիկապես զինված է։ Բայց ուզում եմ, որպեսզի իմ խոսքերը գնահատեք որպես հեռուստադիտողի խոսք, որովհետև արդեն մի քանի օր է ես մեր տանը շատ փայլուն, այսպես նկար եմ տեսնում, ինչ որ չկար շատ երկար տարիներ, բայց բնական է, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել, այսինքն մշտապես պետք է համալրվել։ Եվ ես կարծում եմ, որ իհարկե մենք դեռևս վաղ է, որ ասենք ավարտին ենք հասել, բայց արդեն երկար ճանապարհ ենք անցել։ Բոլորիդ մեկ անգամ եւս շնորհավորում եմ, այդ թվում նաեւ ինձ բոլորիս այս օրվա կապակցությամբ 60-րդ եթերաշրջանի կապակցությամբ եւ իհարկե մեկ անգամ եւս իմ անունից եւ հեռուստադիտողների անունից շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ եւ շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար։ Առաջ։ Տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնը ներկայացրել է համաշխարհային մրցունակության զեկույց 2016-17-ի հիմնական արդյունքները։ Առաջատար մրցունակ 3 երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրն ու Միացյալ Նահանգները, որոնց հաջորդում են Նիդերլանդներն ու Գերմանիան։ Հայաստանը 138 երկրների մեջ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 տեղով։ Տնտեսագետ Մանուկ Հերգնյանի խոսքով Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել նորարարության եւ գործարարության ոլորտներում, ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Վրաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը։ Մոլդովայում եւ Ղազախստանում հետընթաց է արձանագրվել։ Մրցունակությունը կապված է արտադրողականության հետ, եւ որպեսզի մենք կարողանանք պահպանենք մեր մրցունակության այսօրվա դիրքը եւ էականորեն բայց ավելի շատ էականորեն դա բարելավել, մեզ անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 3-ից 4% աշխատանքի արտադրողականության բարձրացում, որպեսզի մենք կարողանանք մեր պարիտետը պահպանել մեր հիմնական մրցակից երկրների հետ։ Ընդհանրապես երկրի տրանսֆորմացիան, երկրի փոփոխությունը կապված է հասարակության բոլոր շերտերի հետ։ 14-րդ անգամ ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է ոսկե բանալի Ժանգոտ Կողբեկ մրցանակաբաշխությունը։ Տեղեկատվության միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի եւս առաջնորդվել է 14-ամյա ավանդույթներով։ Ոսկե բանալիներ բաց գործող տեղեկատվության մատչելիությունն ապահովող մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու զանգվածային լրատվամիջոցներին։ Ժյուրիի բնորոշմամբ այս տարի ոսկե բանալու են արժանացել կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետարանի կայքը, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը եւ առողջապահության նախարարությունը, նաեւ մի շարք այլ կազմակերպություններ։ Բոլոր դրական տեղաշարժերը այսօր գնահատվում են եւ խրախուսվում են
Ինչպես նաև բացասկանը բնականաբար Ժան-Գոտ Կողբեկ մրցանակը հանձնվում է այն փակ մարմիններին, որոնք այս կամ այն կերպ խախտել են տեղեկատվության ազատության օրենքի պահանջները։ Կառավարությունը այս պահին քննարկում է արդեն գրեթե ավարտական փուլում է գտնվում տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման նոր հայեցակարգը։ Բարեփոխումները, որ իրականացվելու են, մարդակենտրոն կառավարման համակարգ եւ առողջապահական համակարգ կառուցելու առումով այս խնդիրների որոշակի լուծումներ է տան։ 93 տարեկանում ուղեղի կաթվածից մահացել է Իսրայելի նախկին նախագահ եւ նախկին վարչապետ Շիմոն Պերեսը։ Նա Իսրայելի ամենանշանակալի քաղաքական գործիչներից մեկն էր, ինչպես նաեւ ամենատարեց պետության ղեկավարն աշխարհում։ Պերեսը գրեթե ողջ կյանքը նվիրել է Իսրայել պետության կայացման եւ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման բավական բարդ փորձին։ Նա միշտ համոզված էր, որ արաբա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար հնարավոր է գտնել քաղաքական լուծում։ Այդ ուղղությամբ ջանքերի համար Շիմոն Պերեսն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այսօր էլ համերկրացիները նրան հիշում են որպես խաղաղության մարդ եւ բարձր գնահատում նրա գործը տարածաշրջանում միաբանություն ու համերաշխություն հաստատելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան զինյալ ահաբեկչական խմբերը ռմբակոծել են Հալեպի հայաբնակ Թիլել Սեյդալի եւ Ազիզիե թաղամասերը։ Արտիրակոծվել է Ազիզիեի հայահոց թաղամասում գտնվող հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզադաշտը։ Արտիրակոծման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 10 մարդ։ Հալեպի մեր գործընկեր Գանձասար օրաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը տեղեկացրել է, որ մարմնակրթական միության մարզադաշտում վիրավորվել է մեր հայրենակից Ջորջ Մութաֆյանը։ Միջազգային քննչական խումբն այսօր ներկայացրել է մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777-ի կործանման հետաքննության արդյունքները։ Քննիչները եկել են եզրակացության, որ Ուկրաինայի երկնքով թռչող օդանավը 2014 թվականի հուլիսի 17-ին խփվել է Ռուսաստանից բերված Բուկ համակարգի Դոնբասի աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող շրջանից։ Քննչական խումբը սակայն դեռ չի պարզել հրթիռը կանխամտածված է արձակվել, թե ոչ։ Ըստ քննիչների աղետի հետ առնչություն ունենալու համար կասկածվում է 100 մարդ, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով լրահոսին հետևում է Լուսինե Կոշեցյանը։ Միացյալ Նահանգները չի բացառում, որ Սիրիայի իրավիճակի պատճառով կարող է ընդլայնել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար։ Միաժամանակ սիրիական բանակը, որը ցամաքային հարձակում էր սկսել Հալեպի ուղղությամբ, 3 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է հսկողության տակ վերցնել 5 քաղաքի մի մասը։ Թեև ապստամբ ուժերը պնդում են, որ նախագահ Ասադի զորքն ընդամենը մոտեցել է այս շրջանին, բայց հետո ստիպված է եղել նահանջել։ Հաղորդվում է նաև, որ Հալեպի արևելյան հատվածն իրենց ձեռքում պահող զինված ջոկատներն անջատել են արևմտյան թաղամասերի ջրամատակարարումը առանց ջրի թողնելով մոտ 1.5 միլիոն բնակիչների։ Կատաղի մարտերը Հալեպի համար շարունակվում են։ Երկու պայթյուն է որոտացել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, առաջին պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի մզկիթի տարածքում, երկրորդը կոնգրես կենտրոնի մերձակա հյուրանոցի մոտ։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, ոստիկանությունը համոզված է, որ երկու հարձակումները կապակցված են։ Պայթյունների դրդապատճառների մասին առայժմ տեղեկություն չկա։ Ենթադրվում է, որ դա անհանդուրժողականության դրսևորում է։ Ի դեպ, եկող հանգստյան օրերին Գերմանիան նշելու է Միասնության օրը։ Եգիպտացի փրկարարները ջրից դուրս են բերել մի քանի օր առաջ խորտակված նավը, որի վրա ենթադրաբար մոտ 600 փախստական է եղել։ Փրկարարներին եւ ձկնորսներին հաջողվել է փրկել սոսկ 169 մարդու եւ հայտնաբերել 202 մարմին։ Մյուս փախստականների ճակատագիրն առայժմ անհայտ է։ Գաղթողները եղել են Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից եւ Սոմալիից։ Նրանց հավաստիացրել էին, որ մեկնում են Իտալիա։ Նավի անձնակազմի 4 անդամներ, որոնք կասկածվում են մարդկանց ապօրինի տեղափոխման համար, ձերբակալվել են։ Հնարավոր է, որ մինչև 2025 թվականը Կարմիր մոլորակն առաջին բնակիչներն ունենա։ Այդ հանդուգն ծրագիրը խոստանում է իրականացնել SpaceX ընկերությունը, որի ղեկավար Էլոն Մասկը քողազերծել է մի քանի մանրամասներ։ Գործարարը ցանկանում է Մարսի վրա ստեղծել միլիոնանոց քաղաք, որը միանգամայն ինքնավար է լինելու։ Անշուշտ մոլորակի լվաճումը միանգամից չի լինի։ Մարդիկ այնտեղ կուղարկվեն աստիճանաբար 100-200 հոգանոց խմբերով։ Իսկ Կարմիր մոլորակի գաղութացման ամբողջ ծրագիրը կպահանջի 40-ից 100 տարի եւ մի քանի տասնյակ միլիարդ դոլար։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։
Շարունակում ենք թողարկումը։ Գյումրիի Մուշ թաղամասի բանուկ փողոցներից մեկը վերանվանվել է հերոսների փողոց՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների։ Փողոցի անվանակոչման արարողությունը սկսվել է համանուն հուշապուրակի բացմամբ, որի հուշաղբյուր խաչքարի բացման պատիվը վերապահվել է գյումրեցի 7 զոհված հերոսների հարազատներին։ Խաչքարի վերին հատվածը արծվակերպ է՝ ի նշան մեր զոհված հերոսների հզորության։ Տեր Մակար Քահանա Գալամդարյանի գլխավորությամբ միասնական տերունական աղոթքից հետո օծվել է հուշաղբյուր խաչքարը, այնուհետև միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այս խաչքարը եւ փողոցը գալիս է իրենց սխրանքը անմահացնելու, մեր սերունդների դաստիարակելու, ներշնչումը ապահովելու, որպեսզի մենք բոլորս այս ներշնչումով ոգեշնչված ապրենք եւ գործենք։ Մենք յուրաքանչյուրս մեր տեղում ճիշտ աշխատելով, ճիշտ ապրելով պետք է արժևորենք իրենց թաղած արյունը։ Անպայման պետք է մեր հերոսներին, որոնք մեզ հետ չեն անմահացնենք եւ այդ հերոսները, որոնք կռվեցին եւ այսօր հետ են վերադարձել իրենց ընտանիքներ, նաեւ նրանց համար, որ այդպիսի հերոս տղաներ են, որ նրանք կարողացան ամբողջ աշխարհին ապացուցել, որ հայ ազգը կողմն է, կանգնած է, անկախ է եւ նա կարող է պաշտպանել իրենց սահմանները։ Եռատոնը մեկում Դիլիջանում մեկնարկած մշակութային վերածնունդ ավանդական փառատոնն այս տարի մեկտեղել է ևս 2 հոբելյան։ Փառատոնին մասնակցում են մարզերն ու Արցախը իրենց 2 պարով, մրգերով, երաժշտական գործիքներով, գորգագործության ավանդույթներով։ Գայանե Թամամյանն է պատմում։ Պատանի երկրապահները հրապարակ բերեցին Հանրապետության եւ Դիլիջանի դրոշները։ Ավանդույթը չխախտելով Դիլիջանին նվիրված երգով մեկնարկեց մշակութային վերածնունդ Դիլիջանյան փառատոնը, արդեն 4-րդ տարին։ Այս տարի որպես ես առավելություն եմ դիտարկում, այն նույն ծանոթ դեմքերը, որ նախորդ տարիներին կային, նրանց կողքին ավելացել են նաեւ նոր տաղաշատ, ոսկե ձեռիկ վարպետներ։ Այս անգամ մեկտեղվել էին 3 տոներ՝ Հայաստանի անկախության 25, տարածքային ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակները եւ Դիլիջանի օրը։ Տուրիզմը միավորում է մշակույթներ խորագիրը կրող փառատոնն ինքը մի մեծ գունեղ ներկապնակ էր ազգային երկու պարով, համոհոտով, ժողովրդական վարպետների ձեռքի ու մտքի փայլատակումներով։ Սա խոսում է նրա մասին, որ պետք է վերածնվի, այնինչ որ մոռացված է, պետք է անհապաղ վերականգնվի եւ շարունակվի։ Մարզերը եւ Արցախը ներկայացել էին յուրովի իրենց հատուկ նախշուգույնով։ Սա իրավական բացահայտում է այն հնարավորությունները ներքին, որ մեր ժողովուրդը իր մեջ ունի գյուղական туриզմի զարգացման ծրագիրը, որը շուրջ 4.5 միլիոն դրամաշնորհային ծրագիր է Ռուսաստանի Դաշնությունից եւ Գերմանիայի զարգացման բանկից, ուղղվելու է այս կարգի մասնագետների, բնակիչների հզորությունները, կարողությունները հզորացնելուն։ Արմավիրից տոհմիկ բրուտագործ Ռոբերտ Մարտիրոսյանը տաղավարում գինեկ ուժեր պատրաստում։ Հետաքրքրության պակաս չկար, իսկական վարպետության դաս։ Ինչ անում եմ ժողովրդի համար, որտեղ շատ մարդիկ կան չգիտեն ես ինչ ագամ չէ տեսել։ Անցյալ տարի փառատոնում հաղթող ճանաչված երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ 89-ամյա Կոլյա Թորոսյանը իր ամբողջ հավաքածուով դարձյալ այստեղ էր։ Դուդուգը, զուրնան, շվին, բլուլը, չամանչան, թառը, պարկապզուկը այդքան գործիք են պատրաստում։ Ժողովրդական արվեստների քաղաք Դիլիջանը ներկայացնում էին ապագա վարպետները, Գեղարվեստի դպրոցի սաները։ Գեղարվեստի դպրոցի հիմնական ցուցադրությունը դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ են, այդ թվում գորգագործություն, կարպետագործություն, գոբելենագործություն, բատիկի ուսուցում, գրաֆիկա, գեղանկարչություն, փայտարվեստ եւ պարարվեստ ներկայացրեցինք։ Մենք հագել ենք հայկական տարազք, որը ստեղծել ենք մեր ձեռքերով։ Ամերիկա բնակ կոմպոզիտոր գրող Հենրիկ Անասյանը առաջին անգամը չէր Դիլիջանում, այս անգամ քաղաքը գերեց իր տոնականությամբ։ Այս փողը տալիս է մեզ ուժ սփյուռքահայի, ամեն մի արվեստագետի սփյուռքահայի այստեղից է ուժ առնում։ Այդ ուժը ես ամեն տարի վերանորոգում եմ գալով Հայաստան։ Ըստ ձևավորված ավանդույթի մարզերը միմյանց ողջունում էին ներկայացնելով նաև մշակութային ծրագիր։ Փառատոնի մշակութային ծրագիրը եզրափակեց Շիրակի մարզը Շիրակի մեղեդիներով եւ հումորով։ Փառատոնի մրցութային ծրագրում նախատեսված 24 տարբեր անվանակարգերում մրցանակների հասցեատերերը բոլոր մարզերն էին։ Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Առաջին լրատվական։ Այսքանը օրվա իրադարձությունների առավել ամբողջական պատկեր, ինչպես միշտ մեր հիմնական թողարկմանը երեկոյան 9-ին։ Հանդիպելու ենք այդ ժամին։
է։